Իդեպ հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը քայլարշավ էր կազմակերպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որի անունը դրել էին Ուխտերդ։ Միջոցառմանը հազիվ մասնակցել է 2000 մարդ, բայց պարզվում է մեծամասնությունը տարբեր ոլորտի պաշտոնյաներ, աշխատողներ, ինչպես նաև ուժային կառույցների ծառայողներ էին։ Մասնավորապես Երևան Today-ը պարզեց, որ Ուխտերդին մասնակիցներ է ապահովել Պաշտպանության նախարարությունը, ռազմական ոստիկանության օղակից, ինչը իդեպ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, քաղաքական նպատակների համար օգտագործվել է Պաշտպանության նախարարությունը։ Փաշինյանի հրապարակային միջոցառումները վաղուց է արդեն, որ կազմակերպվում են քաղաքացիական հագուստով ուժայինների, տարբեր մարզերից բերված տարբեր պետական համայնքային աշխատողների բերման ենթարկելու շնորհիվ։ Հունվարի 11-ին Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում քաղաքացին դժգոհում էր, որ անգամ բուժումն են կիսատ թողել բերել։ Իվանովնոց Սեմպերյամա եկել եմ ստեղ խաբար չեմ ոչի բանից։ Ինչ անեմ, հիմա պահանջվել ասենց պետք է գամ որպես աշխատող։ Կոմունալի աշխատող ենք, պահանջվել է մենք եկել ենք։ Վեդի կոմունալում։ Հարց է առաջանում, եթե Նիկոլ Փաշինյանի կազմակերպած Ուխտերդին մասնակցությունը ապահովվում է նախարարություններից, քաղաքապետարաններից եւ պետապարատի այլ ոլորտներից, դա եկեղեցու եւ հավատքի բարեկարգում է, թե հավատարմության երթ։ Քանի մարդ կգնա Փաշինյանի միջոցառումներին, եթե չլիներ վարչական ռեսուրսը։